Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն Հայքալիքի հարգելի բաժանորդներ, այսօրվա տեսանյութը նվիրված է լինելու մեր առողջության պահպանմանը, իսկ առողջության պահպանումը հնարավոր է առաջին հերթին ճիշտ սնվելով, օգտակար և ճիշտ չափաբաժնով սնունդ ընդունելու հարցով, ու ինչքանով է սա կարևոր, նրանով է պայմանավորված, թե մենք ինչպիսի գիտելիքներ ունենք և ինչպես ենք կարգավորում մեր սնվելու ռեժիմը։ Ցանկացած մարդ ամեն օր սնվում է և սխալ սնունդը, վնասակար սնվելու կարգը ամենաշատն է ազդում և ռիսկեր ստեղծում մեր առողջության պահպանման համար։ Նշված տեսանյութերի շարքը նվիրված է լինելու սննդվելու և սննդում անհրաժեշտ վիտամինների, էլեմենտների կարևոր գիտելիքներին։ Մենք օգնելու ենք ձեզ մեր տեսանյութերի միջոցով և կենտրոնում իրականացվող սննդաբան մասնագետների խորհրդատվության միջոցով գիտելիքներ ձեռք բերել սնվելու հետ կապված և կարողանալ մատչելի ձևով կարգավորել սննդի սնվելու հարցը։ Այսօր այս տեսանյութում առաջինը ես կուզեմ խոսել վիտամին A-ի կարևոր օգտակար հատկությունների, վիտամին A-ի ընդունելու կարգի, նրա պակասի կամ օրգանիզմում վիտամին A-ի ավել չափաբաժիններ ունենալու հարցերի շուրջ։ Առաջին հերթին պետք է մենք իմանանք, որ վիտամին A-ն կարևոր է լավ տեսողության, մաշկի առողջության և մեր իմունային համակարգի լավ գործունեության համար, լիարժեք գործունեության համար։ Բավարար քանակներ ստանալ կարող ենք բազմատեսակ առողջարար սննդամթերքներով սննդակարգով, իսկ վիտամին A-ի պակասը խիստ հազվադեպ հանդիպող և հեշտ բուժելի վիճակ է։ Ինչ է վիտամին A-ն։ Կա վիտամին A-ի երկու տեսակ։ Առաջինը դա ռետինոլն է, որը հայտնի է որպես լիովին ձևավորված վիտամին և հանդիպում է տավարի մսի, ձկնեղենի թշնամսում մեջ է առկա և հեշտությամբ այս սնունդը ընդունելով, ինչպես նաև կաթնամթերքի չափաբաժիններով մենք կարող ենք անհրաժեշտ վիտամին A-ի առաջի տեսակը, որը ես ասեցի կոչվում է ռետինոլ, ստանանք մեր սննդակարգում։ Երկրորդ տեսակը այս վիտամինի նախորդող ձևն է պրովիտամին A-ն, որը հանդիպում է մրգերում, բանջարեղեններում և այլ բուսական սննդամթերքներում։ Պրովիտամին A-ն ամենահաճախ հանդիպող տեսակը բետա կարոտինն է, որը հանդիպում է մթերքներում և սննդային հավելումներում։ Վիտամին A-ն կարևոր է, ինչպես նշեցի, մեր տեսողության, աչքերի, հատկապես գիշերային տեսողության համար, իսկ